Տիկին Գալյան, բացի այն, որ բովանդակային առումով չկան ներառված որոշ նախարարություններ, որ պիտի լինեն, ես մի քիչ ձևական կողմի վրա կուզեի անդրադառնալ, օրինակ արտաքին գործերի նախարարությունը ցանկացած պետական կառուցվածքում շատ առանցքային եւ տիտղոսավոր նախարարությունների թվին է դասում պաշտպանության եւ, ասենք, արտաքին գործերի, որ նույնիսկ նախագահական երկրներում կամ վարչապետական վերապահված է, ասենք, հենց դրանով իսկ առանձնացված է կարևորությունը արտաքին գործերի նախարարության եւ դրան հիմա կցել առևտուր, թեկուզ միջազգային, կարծես թե գործառույթների մասով գործառույթներ են ավելանում, բայց անվանման մեջ մի քիչ շատ տարօրինակորեն մեր արտաքին գործերը կարծես թե կապվում են ինչ-որ ասոցիատիվ առևտրի հետ։ Ես օրինակ ինձ համար անկեղծ ասած անընկալելի է, ինչու արտաքին գործերի եւ առևտրի, միթե առևտուրն ու արտաքին գործերը այդքան իրար հետ համահունչ են, իհարկե գործառույթային մասով դուք ճիշտ եք գուցե, բայց անվանման մեջ ես գտնում եմ, որ մի քիչ ոչ ամփոփեք, պարոն Ասլանյան։ Ամփոփեցի։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում ես իմ խոսքում նշեցի, որ այս փոփոխությունները ձևական բնույթ չեն կրում եւ արտացոլում են մեր քաղաքականությունը, մեր առաջնահերթությունները։ Ինչ նպատակ ենք հետապնդում մենք։ Մեր նպատակը երկրի տնտեսական զարգացումն է, որը դժվար է պատկերացնել առանց միջազգային առևտրի խթանման։ Եվ հետևաբար դիվանագիտական կորպուսի գործունեությունը պետք է միտված լինի նաև միջազգային առևտրի խթանմանը, որը կբերի մեր տնտեսության աճին, այսինքն միտքը տնտեսության զարգացումն է, դրա իրականացման եղանակը, միջազգային առևտրի զարգացումը եւ ավելի լավ, քան արտաքին գործերի նախարարությունը, դժվար եմ պատկերացնում, թե այս գործառույթը ով կարող է իրականացնել։ Ես մի բան էլ ասեմ, նախորդ ժամանակահատվածում մեր դիվանագիտական կորպուսը գործել է կոնֆլիկտի հաղթահարման տրամաբանության շրջանակներում, արձագանքեք խնդրեմ, եթե թույլ տաք։ Արձագանք։ Գրերեք, նույն տրամաբանության մեջ մենք նաև ունենք ռազմական կցորդներ, այսինքն ենթադրաբար կարելի է նաև արտաքին գործերի նախարարությանը կցել պաշտպանության նախարարությունը, տնտեսական բլոկով զբաղվող փողվարչապետ կա տնտեսությամբ զբաղվող էկոնոմիկայի նախարարություն եւ ներդաշնակեցման միջոցով կարելի է այդ հարցը լուծել, ոչ թե այդ կարգի տիտղոսային անվանում ունեցող նախարարության ավելացրել առևտուր, ընդհանրապես սա էր ասելիքս, բովանդակային առումով, գործառույթային առումով ես որևէ ինչ-որ խնդիր չեմ տեսնում, զուտ պատկերացրեք հնչողության թեկուզ առումով արտաքին գործերի եւ կակոյնի առևտրի կներեք, էլի։ Ես չէի ուզենա նսեմացնել միջազգային կամ արտաքին առևտրի դերը եւ համաձայն չեմ ձեր այն կարծիքի հետ, որ այդ անունը տալը կարող է նսեմացնել նախարարությունը, նախարարության անվանման եւ գործառույթի համատեքստում։ Ամեն դեպքում միտքս շարունակեմ, որը կիսատ թողեցի։ Նախորդ ժամանակահատվածում մեր դիվանագիտական կորպուսը առավելապես իր աշխատանքը նվիրել է կոնֆլիկտի հաղթահարմանը եւ կոնֆլիկտից բխող իրավիճակներում գործառույթների իրականացմանը։ Հիմա մենք կոնֆլիկտի տրամաբանությունից դուրս ենք, քանի որ հաստատվել է խաղաղություն եւ հաստատված խաղաղությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս մտածել մեր երկրի կայուն խաղաղ զարգացման մասին եւ մեր տնտեսական աճը, որը պետք է տեղի ունենա անպայմանորեն, պետք է կապվի անխուսափելիորեն արտաքին առևտրի զարգացման հետ։ Եվ նաև մեր առաջարկը բխում է առաջավոր երկրների փորձից եւ օրինակ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, Իռլանդիա եւ այլն այս գործառույթը պատվիրակված է հենց արտաքին գործերի նախարարությանը։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։